Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը մարդկային բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել։ Տուժածների թվում կան նաև հայեր։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։ Հասկանալու, թե ինչ իրավիճակ է այժմ Վենեսուելայում և ինչ վիճակում է հայ համայնքը, ուղիղ կապ ենք հաստատում Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տեր Պետրոս եպիսկոպոս Մանուելյանի հետ։ Սրբազան հայր, նախ շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու պատրաստակամության համար։ Ես եմ շնորհակալ այս առիթը ընձայելու և մեզնով հետաքրքրվելու համար։ Սրբազան հայր, միանգամից անդրադառնանք հայ համայնքում ստեղծված իրավիճակին, արդեն կան ըստ էության հաստատված տեղեկություններ, որ զոհերի և անհետ կորածների թվում նաև հայեր կան։ Այո, ինչպես գիտեք, արդեն երկրաշարժի պատճառով հայ համայնքը ինքը ևս բավականին դուժեց, բայց բարեբախտաբար մենք վիրավորներ չունենք, իսկ անհետ կորած կգարձեինք, որ հայ մգար, բայց փառք Աստծո, նաև այդ մեկնալ ճիշտ չէ Սաբահուն, հետևաբար ոչ կորած ունենք և ոչ ալ վիրավոր ունենք, միակ մեր վնասները հայկական քաղաքին Սաբահուն նյութական վնասներ են, ունենք հայորդիներ, որ դժբախտաբար գործընծուցած են իրենց դուները և ունենք նաև հայորդիներ, որոնց բնակարանները, իրենց բնակարաններու շենքերը այսօր կառավարությունը կամ պատասխանատու մարմինները արգելած են, որ այդ շենքերը բարձրանան, որովհետև վտանգի կոդի տակ կգտնվին։ Այսինքն սխալ էին այն տեղեկությունները, որ զոհերի թվում նաև հայ կամ գուցե հայեր կային։ Զոհերի թվին երբեք դենց բան չի գա, այսինքն ոչ մեկ զոհ չենք ունեցել, չգիտեմ, եթե այդպիսի լուր տարածված է, բայց չի գա զոհ, չէ։ Իսկ ընդհանուր առմամբ ինչպիսին է իրավիճակը երկրաշարժից տուժած շրջաններում։ Ընդհանրապես խուժապի մատնված է ողջ, այսպես ասած, Կարակասը և ողջ երկիրը, հատկապես Կարակասի 4 կողմի քաղաքները, որոնց մեջ նաև հայեր գաբրին, լա Մարակայ, լա Վալենսիա, սակայն պետք է ասել, որ այն դեղերը, որտեղ երկրաշարժը ավելի ահավոր կերպով աստած է, այսօր բավականին ահռելի վիճակ կդիր է և Դակավին ժողովուրդը վախի մեջ է և արդեն իսկ 2 օրեր է ի վեր ժողովուրդի մեծ մասը դակավին իրենց դուները չեն վերադառնար և փողոցները կմնան, որովհետև դակավին վախի մթնոլորտը կդիր է բոլորի մեջ։ Ես ճիշտ եմ հասկանում, հաջողվել է կապ հաստատել բոլոր ընտանիքների հետ, հատկապես հայ ընտանիքների հետ, խոսքը նրանց մասին է և գույքագրելու գուցե այն խնդիրները, որոնք որ առաջացել են երկրաշարժի հետևանքով։ Այո, 3 ամբողջ օրվա ընթացքին մենք փորձել ենք կապ հաստատել բոլոր մեր ընտանիքների հետ, բոլորի հետ նաև անշուշտ որ չենք կարողացել անձնապես կապ հաստատել, մենք մեր այսպես ասած սոցիալական ցանցերի ջամփով լուր ուղարկել ենք արդեն բոլորին, հեռացանային հեռախոսահամարներ ենք դեղացրել, որպեսզի ով որ ինչ որ բանի կարիք ունի հայկական ակումբը եկեղեցին պատրաստ է օգնություն դրամատրելու, անշուշտ այս բոլոր աշխատանքները նաև մենք կնենք ոչ միայն հայերուն, այլ ընդհանրապես Վենեսուելայի ժողովրդին։ Իսկ ինչպես է կազմակերպվում այն հայերի խնդիրների լուծումը, որոնք օրինակ հիմա տանիքի խնդիր ունեն, որտեղ են բնակվում նրանք, չկան մարդիկ, ովքեր որ հիմա օթևանի կարիք ունեն։ Իրականությունը փառք Աստծո, որ դակավին չկան անձեր, որ օթևանի կարիք ունեն, որովհետև շատեր արդեն ունեն այստեղ ուրիշ հարազատներ, իրենց զավակների հետ կարող են ապրել, այսպես ամեն մարդ իր հարցը լուծած է, ամեն դեպքում մեր ակումբը, մեր եկեղեցին բաց է բոլորին առջև և մենք հայտարարած ենք, որ ով որ օթևանի կարիք ունի, գրնակալ և ակումբ և եկեղեցի ապրիլ։ Իսկ հիշեք, թե վերջին անգամ նման երկրաշարժ, ավերիչ երկրաշարժ երբ էր տեղի ունեցել Վենեսուելայում։ Ինչ որ այստեղ դարեցները կպատմեն, նման երկրաշարժ եղած է ճիշտ 60 տարի առաջ, 1967-ին, սակայն այն տարին նաև այսքան ուշքնությամբ չի եղած, այս պատահածը կարծեմ թե աննախընթաց է։
Ինչպես են արձագանքում տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակին եւ արդյոք փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Այո, ամբողջ երկրի տարածքին փրկարարական աշխատանքները արդեն իսկ շարունակվում են։ Արդեն իսկ բարեդային ժամ հայտարարված է ամբողջ երկրի մեկ, բոլորը խանութները փակ են, միմիայն սնունդի եւ ամեն անհրաժեշտության, այսպես ասած, գործերն են, որ բացեն, դպրոցները փակ են եւ բոլորն ալ խոճապի մեջ են, այսինքն եւ շատ նաեւ պետք է ասել, որ գամավոր աշխատանք կդարվի, արդեն դուրս են օգնություններ գուկան դեպի Վենեսուելա եւ ծեվոմը բոլորն ալ մեկ մարդ եղած կփորձեն օգնել անոնց, որոնք կարիք ունի։ Սրբազան հայր, եթե որոշակի այսպես համեմատական անցկացնենք 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետ, ուժգնությամբ ավելին է թե ավերածությունների առումով եւ թե երկրաշարժի բալային սանդղակով։ Չեմ կարող ասել, եթե ավելին է կամ ոչ, բայց կարող եմ ասել, որ այն շրջանը, որ գնմանի Հայաստանի երկրաշարժին կգտնվի Ձովեզերիա շրջանը, որ կգոչվի Լագուերա, ինչ որ նկարները կամ տեսանյութները կտեսնենք, մենք այդտեղ երթալու կարելիությունը չունենք, որտեղ ճամփարները փակ են, պետք է ասել, որ ահավոր վիճակ է։ Եվ այս պահին որն եք համարում ամենահրատապ կարիքը՝ սնունդ, դեղորայք, կացարան, թե հոգեբանական աջակցություն ավելի շատ։ Հոգեբանական աջակցությունը ամենեն անհրաժեշտությունը կնկատեմ, սաբահուն աղոթքը եւ հանդարտությունը եւ հույսը մեր ժողովրդին ամենաշատն է, որ կարիքը ունին, որովհետեւ վախը, որ ունենք կամ ունեցանք, կգարձեմ, որ դակավին հետ պիտի ցկե մեր կյանքի մեջ, բայց եւ այնպես ամեն ինչի կարիքը, որ գա այս պահուն, մենք ունենք եւ ագումբը բաց է, որովհետեւ ժողովուրդը կա այստեղ եւ ինչ որ կրնա նվիրատություն անել, ինչ որ բան կրնա բերել, որովհետեւ մենք մեր կարգին հասցնենք անոնց, որոնք կարիք ունին եւ օգնությունը պետք է իրենց։ Եվ վերջում ամփոփելով մեր զրույցը, Վենեսուելայում մեծ է հայ համայնքը։ Վենեսուելայում հայկական համայնքը վերջին 10 տարիների ընթացքին, որովհետև գիտեք Վենեսուելայի տարբեր, ասենք, երկրի մեջ տեղի ունեցող տարբեր իրադարձություններու պատճառով հայ համայնքին շատերը արդեն գաղթած են, սակայն այսօր մոտավորապես հայությունը գահաշվի մոտ 2000-2500 հոգի ամբողջ Վենեսուելային տարածքի մեջ։ Շնորհակալություն Սրբազան հայր։ Ես եմ շնորհակալ այս առիթին համար, ողջլակ, առողջլակ, հաջողություն ցեզի։ Ես հիշեցնեմ, մենք կապ էինք հաստատել Վենեսուելա եւ զրուցում էինք հայ համայնքի հոգեվոր առաջնորդ գերաշնորհ Տեր Պետրոս եպիսկոպոս Մանուելյանի հետ։